Բարև ձեզ, մենք այսօր կներկայացնենք, թե ինչպես ցուցաբերել առաջին օգնություն և ինքնակազմակերպել արտակարգ իրավիճակներում։ Կսկսենք մարդու խորտակումից։ Բեր, շուտ արա, քանի փրկելու հնարավորություն ունենք։ Մի քիչ արագ, այստեղ դիր։ Ապրես, հիմա բոլորով կբարձրացնենք։ Մոտիկ եկեք, շուտ։ Վերջապես հանեցինք, իսկ հիմա ձեռքերը դրեք այսպես և սեղմեք ուղիղ 9 անգամ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9։ Տեսեք, սա նշանակում է, որ նա կարթանա։ Վալերի, վերջապես արթնացա։ Այսպես ավարտվում է մեր հոլովակի առաջին մասը, երկրորդ մասը կարող եք դիտել քիչ անց։ Դե լավ, գնացինք։ Իսկ հիմա ցույց կտանք, թե ինչպես պետք է վարվել երկրաշարժի ժամանակ։ Ինչպես տեսնում եք, Վալերին իր տեղում չի մնում և ինչքան հնարավոր է ավելի արագ լքում է իր բնակարանը։ Երբ դուրս եք գալիս բնակարանից, մի մոտեցեք միանգամից վերելակներին, քանի որ վերելակները կարող են վտանգ սպառնել ձեր կյանքին և դուք կարող եք ընկնել ցանկացած պահի։ Ճիշտ կանեք, որպեսզի իջնեք աստիճաններով, եթե գտնվում եք առաջին և երկրորդ հարկերում։ Երբ դուրս եք գալիս, հեռու մնացեք բարձրահարկ շենքերից, քանի որ ինչ-որ մի ավերակի կտոր կարող է ձեզ վնասել։ Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, հեռու մնացեք վատ ամրացված առարկաներից։ Նաև նախընտրելի որոշում կլինի, եթե դուք հագնվեք սեղանների կամ աթոռների տակ, որպեսզի կարծր նյութերը առաստաղից ձեզ չվնասեն։ Այսքանով ավարտվում է մեր տեսահոլովակը, բոլորին ցտեսություն։